Բարև ձեզ, իմ զրուցակիցն է Լեհաստանի Կրակովյան ակադեմիայի անդամ պրոֆեսոր Մարկո Յակովը։ Ինչպես առաջացավ հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք գրելու գաղափարը։ Հայոց ցեղասպանության մասին բավականին գրություններ կան, հատկապես 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ։ Ես կարծում եի, որ այն տեղի ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Մտածեցի, որ եթե ցեղասպանությունը պատահել է համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, ուստի թուրքական իշխանությունները կարող էին արդարացնել իրենց արարքը, մեկնաբանելով, որ պատերազմի շրջան է եղել։ Երբ ուսումնասիրեցի 1978 թվականի Բեռլինյան համաժողովի փաստաթղթերը, որի 62-րդ մասը վերաբերում էր հայերի անկախությանը Օսմանյան կայսրության մեջ, պարզվեց, որ 62-րդ կետով ամրագրված էր, որ Իտալիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանձն են առնում պաշտպանել Օսմանյան կայսրության մեջ բնակվող հայերին։ Այդտեղ առաջացավ գաղափար հետազոտել 1894-ից 1897 թվականների մայրաթոռի ներկայացուցիչների և օտար ազգերի միջև գոյություն ունեցող դիվանագիտական նամակագրությունները։ Այսպիսով կարողացա հետազոտել նոր ասպարեզ, որը տակավին ուսումնասիրված չէր։ Ցանկացա լուսաբանել 1894-ից 1897 թվականների ընթացքում կատարվածը և ներկայացնել ճշմարտությունը։ Այդ նամակագրություններում ի հայտ եկան փաստաթղթեր, որտեղ զետեղված էր 1894-ից 97 թվականներին Օսմանյան կայսրության միջև 1,5 միլիոն հայեր կոտորելու փաստերը։ Հայեր, որոնց մասին չեն խոսել։ Հակիրճ կներկայացնեք գրքի բովանդակությունը։ Ինձ մոտ հարց առաջացավ. արդյոք սա իրականություն է։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում չհավատացի։ Ուստի որոշեցի համեմատել մայրաթոռի, Վատիկանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջև տեղի ունեցած դիվանագիտական արխիվային նամակագրությունները։ Արդյունքում պարզվեց, որ այդ գրությունները համապատասխան էին մեկը մյուսին։ Ինձ հետաքրքրեց նաև ցեղասպանության արդյունքում զոհված հայերի թիվը։ Ինչ պատասխանատվություն են կրել Օսմանյան կայսրությունը, Սուլթան Համիդը, ինչպես նաև թուրք և քուրդ զինվորները։ Հարց առաջացավ նաև, թե քանի հայեր ապրում Օսմանյան կայսրությունում մինչև ցեղասպանությունը։ Ֆրանսիական արտաքին գործերի նախարարության արխիվային նյութերում գտա մեկ փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ 1894 թվականից առաջ Օսմանյան կայսրությունում բնակվում էր 1,5 միլիոն 110 հայ։ Հետագայում բնաջնջվեց 1,5 միլիոն հայ։ Այսօրվա Թուրքիայում բնակվում է 70,000 հայ, իսկ թուրքերը 70 միլիոն են։ Ինձ հուզող հարցերից մեկը, ինչ պատասխանատվություն կրեցին Բեռլինյան համաժողովի պայմանագիրը ստորագրողները։ Այս ամենի մասին ես գրել եմ իմ գրքում։ Երբ լույս տեսավ իմ գիրքը, մեկ տարի անց մեկ այլ գիրք հրատարակվեց, որի հեղինակն էր բելգիացի պրոֆեսոր Ժորժ Հենրի Ռույսենը։ Այն իմ գրքի աղավաղված տարբերակն էր, խալ մեկնաբանություններով, որը պատվիրված էր Թուրքիայի կողմից։ Հետևաբար, ի հակադրություն այդ ամենի, ես փոքր գիրք հրատարակեցի, որտեղ փաստացի տվյալներով հերքեցի աղավաղված և կեղծ տվյալները։ Ես Լեհաստանի Կրակովյան ակադեմիայի անդամ եմ։ Գիրքը հրատարակվել է Կրակովյան ակադեմիայում։ Երբ հրատարակվեց իմ գիրքը, ակադեմիայից 2 օրինակ ուղարկվեց Հայաստան, Էջմիածին։ Ի պատասխան ստացա ֆաքս, որտեղ գրված էր. ստացանք գրքի 2 օրինակ։ Պարոն Յակով, շնորհակալություն հարցազրույցի և ձեր գրքի համար։ Զրույցի ավարտից հետո պարոն Յակովը պատմեց, որ իր հետազոտության ընթացքում նա ուներ ընդամենը 2 ճանապարհ՝ կամ լռել, կամ հրատարակել։ Պատասխանը հետևյալն էր։ Մեջբերում եմ պարոն Յակովի խոսքերը. Եթե լռեմ, կնշանակի, որ ինքս ցեղասպանության մասնակից եմ։ Ուստի իմ պարտականությունն է ասել ողջ ճշմարտությունը։ Ես հայ նահատակների կողքին եմ։ Մեր զրուցակիցն էր Կրակովյան ակադեմիայի անդամ պրոֆեսոր պարոն Մարկո Յակովը։ Պարոն Յակով, շնորհակալություն հարցազրույցի և ձեր գրքի համար։ Զրույցի ավարտից հետո պարոն Յակովը պատմեց, որ իր հետազոտության ընթացքում նա ուներ ընդամենը 2 ճանապարհ՝ կամ լռել, կամ հրատարակել։ Պատասխանը հետևյալն էր։ Մեջբերում եմ պարոն Յակովի խոսքերը. Եթե լռեմ, կնշանակի, որ ինքս ցեղասպանության մասնակից եմ։ Ուստի իմ պարտականությունն է ասել ողջ ճշմարտությունը։ Ես հայ նահատակների կողքին եմ։ Մեր զրուցակիցն էր Կրակովյան ակադեմիայի անդամ պրոֆեսոր պարոն Մարկո Յակովը։